ինչ որ ուզում եմ ուտեմ, բայց շատ քիչ։ Հռիփսիմե Ստեփանյանը պատմում է հետվիրահատական ընթացքի մասին, մինչև այդ մոտ 150 կիլոգրամ էր կշռվում։ Հիմա վիրահատությունից մոտ 3 ամիս անց հերթական ստուգման ժամանակ արձանագրել են, նիհարել է ավելի քան 32 կիլոգրամ։ Ամենօրյա ակտիվ շարժի մեջ գտնվող բուժառում, սակայն, եւս մինչև 40 կիլոգրամ նիհարելու սպասում ունի։ Իմ կյանքում իրոք շատ բան ա փոխվել, նախ ավելի լավ եմ զգում ինձ, թեթև եմ զգում ինձ։ Երկրորդն էլ ամենայն դեպս հասկանում եմ, որ իրոք մի քիչ ավելի եմ սիրունացել, ասենք ասեմ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ներկապահին աշխարհում 1 միլիարդից ավելի մարդ ճարպակալության խնդիր ունի, ընդ որում վերջին 30 տարիների ընթացքում ճարպակալածների թիվը մեծահասակների դեպքում կրկնակի, դեռահասների շրջանում եռակի է աճել։ Կտրուկ աճ մեր երկրում էլ է նկատվում 18-ից 69 տարեկան բնակչության գրեթե կեսի մոտ ավելցուկային քաշ եւ ճարպակալում կա, այն ավելի շատ է կանանց շրջանում։ Ամենահաճախ հանդիպող պատճառը դա ալիմենտարն է, այսինքն մեր ընդունված կալորիաների քանակը եւ ծախսված կալորիաների քանակը չեն համապատասխանում իրար։ Մենք ավելի շատ կալորիա ենք ընդունում, քան ծախսում ենք։ Ծննդային սխալ բալանսավորում, նստակյաց կյանք, սթրես, անքնություն, ճարպակալման պատճառների շարքն է շարունակում բժիշկը։ Ժամանակակից բժշկությունը առաջարկում է մուլտիդիսցիպլինար մոտեցում ճարպակալման բուժման գործում, ընդհանրապես ճարպակալման բուժման մեջ պետք է ընդգրկված լինեն բազմաթիվ մասնագետներ, եւ վերջին տարիներին ճարպակալման բուժման մեջ ընդգրկվել են նաեւ վիրաբույժները, կատարելով բարիատրիկ, ժողովրդի մեջ ավելի տարածված նիհարեցնող վիրահատություններ, այսինքն էնդոկրինոլոգ, թերապևտ, սրտաբան, դիետոլոգ, վերջում արդեն վիրաբույժ։ Ճարպակալումը էսթետիկ խնդիր չէ, ուրեմն բարիատրիկ, այսինքն վիրահատական միջամտությունն էսթետիկ վիրահատություն չէ, ընդգծում է բժիշկը, հիշեցնելով, գործը վիրահատությանն է հասնում միայն այն ժամանակ, երբ բուժման միջամտություններն են դառնում անարդյունավետ, իսկ ընդհանուր առմամբ ճարպակալում չունենալու համար մասնագետի հորդորը նախ առողջ սննդային վարքագծի ձևավորման մասին է, ընդ որում վաղ մանկության շրջանից սկսած։ Ճարպակալումով տառապող անհատի մոտ բարձրացնում է շատ ծանր քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը, շաքարային դիաբետ երկրորդ տիպի, սրտանոթային հիվանդություններ, ուռուցքային հիվանդություններ եւ այլն, որոնք բարձրացնում են մահացությունը։ Միջին աստիճանի ճարպակալություն ունեցող մարդու կյանքի տևողությունը կրճատվում է մինչև 10, ծանր ճարպակալում ունեցողինը 15-ից 20 տարի, հավելում է մասնագետը։ Ավելցուկային քաշը եւ ճարպակալումն ի դեպ առաջանում են նաեւ տարիքին զուգահեռ։ Օրինակ 45-ից 69 տարեկանների շրջանում տարիքային մյուս խմբերի համեմատ ցուցանիշը 3 անգամ բարձր է։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։